Հունիսի 29-ին Ջիգրաշեն գյուղում տոնական մթնոլորտ էր։ Գյուղը նշում էր իր զավակ, ճանաչված Աշուղ, Ջավախքի մշակութային գանձերից մեկի Աշուղ Ալիկ Ջավախքի ծննդյան 75-րդ տարեդարձը։ Օրվա առթիվ Աշուղի ծննդյան տունը վերածվել էր արվեստի տոնահրապարակի։ Նրա տան առջև կազմակերպվել էր երգի և պարի փառատոն, որին մասնակցում էին Ջիգրաշենի բնակիչները, հարևան գյուղերի հյուրերը, ինչպես նաև արվեստագետներ և մշակութային գործիչներ, ժամանած ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Հայաստանից։ Այս նշանակալի օրը վեր էր հանում ոչ միայն մեկ մարդու կենսագրությունը, այլև մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցման կարևորությունը։ Տոնական միջոցառումը դարձավ ջերմ ու հուզիչ հանդիպում անցյալի, ներկայի և ապագայի միջև, արժևորելով Աշուղի արվեստն ու ժառանգությունը։ Օգտվելով առիթից ես կուզենայի նախնական շնորհակալությունս հայտնել Ախալքալակի շրջանի ղեկավարությանը, մունիցիպալիտետի ղեկավարությունը բոլորին, չառանձնալով իհարկե Մելքոմ Մագարյանի ղեկավարությամբ, որ եւ Սագրեբուլոյի նախագահ բարոն Նայիրիցյանի ղեկավարությամբ, որոնք կազմակերպեցին ինիցիատիվը, իրենք են առաջարկել այս արարողությունը, որպեսզի կատարվի տոնակատարություն երկի բարի մրցույթ փառատոն նվիրված Աշուղ Ալիկ Ջավախի 75-ամյակին։ Հայտնում եմ խորին շնորհակալությունս։ Տվելով արդից շնորհակալություն հայտնում եմ Նինո Ծմինդայր շրջանի ղեկավարությանը։ Իհարկե իմ հայրենի գյուղին Ջիգրաշենին, որը սիրով ընդունում է եւ անում է ամեն ինչ, եւ օգտվելով արդից ասեմ, որ այս ամենի փառատոնի կազմակերպման միջոցառման բոլոր ծախսերը իր վրա է վերցրել իմ փոքր եղբայրը Արսեն Կսպոյանը, որը այսօր ցավոք սրտի չկարողացավ Պլագավերցկի թռներ գալ, իհարկե նա մի քիչ վատառողջ էր, բայց հուսով եմ շուտով ինքը կգա եւ ամեն ինչ լավ կլինի։ Նորից կրկնեմ, որ այդ ծախսերը ինքը վերցրել է իր վրա, փառք ու պատիվ իրեն։ Ծերի նոսմիդացիներ եւ առավելապես ջիգրաշենցիներ եւ սիրելի հյուրեր Ախալքալակից Երևանի քաղաքներից պետք է ասեմ, որ եւ վստահ եմ, որ այսօր կատարվեց հենց ձեր ջիգրաշենցիների երազանքը։ Այսօր մենք այս բեմում ոչ միայն մեծանում ենք, խրախուսում ենք, այլ նաև վայելելու ենք մեր վարպետի ստեղծագործությունները, մեր վարպետի անցած ամբողջ տարվա իր կյանքում իրագործված գործերը եւ հիանալու ենք։ Մեծ պոետներից մեկը ասել է, որ մենք բոլորս ծննդով մանկությունից ենք։ Իր մանկությունը անցել այստեղ եւ յուրաքանչյուր արվեստագետի համար տարբեր է այն երևույթը, ինչ որ մենք մեր աչքով ենք տեսնում։ Նրա համար բույսը ոչ միայն բույս է, այլ նաև կանանչ է։ Նրա համար քամուշնչը ոչ թե միայն ձայն է, այլ նոտա է։ Նրա համար գետի ալիքի խփումը դա հնչյուն է, ձայն է եւ այս բոլորը նա այլ ձև է տեսնում։ Եվ մեծանալով, հավաքելով, իր մեջ փնտրելով այն բոլորը, ինչ տվել է գյուղը, ինչ տվել է իր նախնիները, ինչ տվել է յուրաքանչյուր բառը հավաքած այստեղից, նա վերջապես այն իրագործել է եւ տվել է մեզ։ Աշուղ Ալիկ Ջավախքի ծննդյան 75-ամյակը Ջիգրաշենում վերածվեց իսկական մշակութային տոնի։ Տոնական տրամադրությունը պայմանավորված էր թե հարազատ գյուղի ջերմությամբ, թե մասնակիցների բարձր արվեստով։ Տոնի առիթը զարդարեցին եւ երաժշտական շունչ տվեցին աշուղներ Թովմաս Պողոսյանը եւ Լելին, Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլը, Մավր Մկրտչյանը, Իրինա Շիպակցյանը, Աղունիկ Հունանյանը եւ այլ կատարողներ կատարեցին Ալիկ Քսպոյանի երգերը։ Պարային գեղեցիկ համարներով ներկաներին ուրախացրին շրջանից, մայրաքաղաքից ժամանած պարային խմբեր եւ անհատ կատարողները։ Միջոցառմանը ներկա էին նաև պետական եւ մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի падգամավոր Սմբատ Գյուրեղյանը, Նինո Ծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը,
Նինոցմինդայի սպորտի և մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ինչպես նաև Աշուղ Ալիկի ընտանիքի անդամները, հարազատներն ու մտերիմները։ Ես համարում եմ, որ 75-ամյակը Ալիկ Ջավախքի չպետք է սահմանափակվեր ախալքալակ, Նինոցմինդա, ախալցիքը, ես համարում եմ, որ Ալիկ Ջավախքը երևի վերջի 60 տարվա ընթացքում, հայ գուսանական երգի, աշողական երգի, Ալիկ Ջավախքը երևույթ է հայության համար։ Եթե մենք այսօր ասում ենք հավասի, ջիվանի, ես համարում եմ մասնագետները եւ Երևանում, եւ որ մի քիչ հասկանում են այս ամեն ինչից, ասում են, որ Ալիկ Ջավախքը սա երևույթ է, երևի 21-րդ դարի ջիվանին կամ հավասին, կամ մեր մեծերը։ Մենք ապրում ենք ու չենք զգում ով է այս մարդը, բայց այս մարդը արժանի է ավելի մեծ, երևի կյանքը այնպիսին է, ինչպես հավասում և ջիվանում նրանց մայից հետո բարձրացրեցին, ես համարում եմ մենք ճիշտ կվարվենք, երբ որ մարդը կենդանի է ու իրենք ասենք, որ դու իրոք աշուղության, այս մարդը իրոք երևույթ է այսօրվա աշուղական, այսօրվա հայ ժողովրդական երգի, հավատացեք, ես էլ եմ ասում, որ այո դա է, բայց ես և Երևանում եմ ասել մասնագետներին և այստեղ եմ ասում, որ նրա թրիչքը մի քիչ բարձր է։ Բոլորը իրենց մաշկի, իրենց ականջով որ լսում են իրեն, ասում են այո, սա երևույթ է։ Ու ուրախ ենք, որ այդ 75-ամյակ գոնե այսպես համեստ միջավայրում ենք անցկացնում, չնայած այս մարդը Ալիկ Ջավախքը ուրիշ ավելի մեծ շուկով պետք է անցկացնենք։ Մենք շատերս չենք զգում ով է նա, ասում են հա, լավն է շատ, ոչ, նա լավերից լավն է այսօրվա դրությամբ, Իրանից լավը չունենք։ Բավական է, որ Թոմաս Պողոսյանս իմ վարպետս տվել է ջիվանի ճանաչողությամբ, հավասի, Աշուղ Լեյլի, Ալիկ Ջավախք, մայր Հայաստան, մայր երկինք, մայր սրբություն, իմ մորս գյուղից է իմ Ալիկ Ջավախքը, Ջիգրաշեն ամբողջ Ջավախքով, առողջ, երջանիկ, միապան, սիրով հարևանների հետ երջանիկ ապրել, շնորհակալություն։ Նախ ուզում եմ շնորհավորել մեր Աշուղի, մեր բանաստեղծի, մեր ռեժիսորի, այսինքն այն ինչ կապված է բեմի հետ, պարոն Ալիկը մասնագետ է դրան։ Եվ ուզում եմ շնորհավորել իր 75-ամյակը, շատ կարևոր է Ջավախքում ունենալ նման ստեղծագործող մարդուն, որ միշտ հնչի երաժշտություն այս հողի վրա, միշտ լինի նրա երգը, նրա պարը, եւ այսօր նրա կարիքը շատ ունի Ջավախքը, ուրախ եմ, որ հարյուրավոր երեխաներ Պարի համազգեստով զբաղված են այսօր իրենց գեղեցիկ ղեկավարի 75-ամյակի միջոցառմանը եւ մենք սերտորեն կապված ենք այս խմբերի հետ եւ շատ շուտով մի քանի ամիս հետո կբացվի պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը եւ համոզված եմ, որ այս երեխաները դեռ պարելու ու երգելու են մեր պատմական բեմի վրա։ Առիթից ուզում եմ օգտվել եւ
Սամսխե ջավախցիներն ասել, որ շենքը 0-ից կառուցել է մեծ բարերար Բիձինա Իվանիշվիլին եւ այսօրվա մեր թատրոնի շենքը լավագույն շենքերից մեկն է ամբողջ Վրաստանում։ Նորից ուզում եմ շնորհավորել ընկերոջս բարեկամիս 75-ամյակը, ցանկանալ, որ այսպիսի երեխաներ շատ զբաղվեն այս բարեխմբերում, զբաղվեն թատերական խմբերում, զբաղվեն նաև պոեզիայով, սիրեն թատրոնը։ Աշուղ Ալիկ Ջավախքը ծնվել է 1950 թվականի հունվարի 27-ին Նինոցմինդայի շրջանի Իգրաշեն գյուղում։ 18 տարեկանում 1968 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվում է Ախալքալակ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում Բլագովեշենսկի պատմական համալսարան, որն ավարտում 1974 թվականին։ Մասնագիտությամբ պատմաբան դասավանդել է ռազմածովային դպրոցում։ Դեռևս ուսանողական տարիներին նա 1.5 տարի սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Բաբերսկիի օպերային ստուդիայում։ Աշուղը բազմաթիվ աշխատանքային առաջարկներ ստացավ Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում ֆիլհարմոնիկում։ Նա աշխատանքի առաջարկ ստացավ նաև Հայաստանում, բայց նրան գրավեց հայրենի հողը, եւ նա վերադարձավ Ջավախք։ Ինչպես ինքն է նշում, հոգու կանչը թույլ չտվեց նրան լքել հայրենի բնօրրանը։ Աշուղի ընտանիքում շատերն էին երգում, նրա պապը, հորեղբայրը, մայրը, եւ այս բնատուր տաղանդը փոխանցվել է նաև նրան։ Ալիկ Քսպոյանը 1989 թվականից Ախալքալաքի շրջանի մշակույթի տան տնօրենն է։ 2000 թվականին նա հիմնադրեց Ջավախք ազգագրական երգի պարի անսամբլը, որը մասնակցել է տարբեր մրցույթների տարբեր երկրներում եւ արժանացել բազմաթիվ գրանպրիների։ 2003 թվականին նրան Հայաստանի Հանրապետության միջազգային արվեստի կենտրոնի կողմից շնորհվել է արվեստի հետևորդ կոչումը։ Առհասարակ ցանկացած մշակույթի գործի գործունեությունը յուրաքանչյուր քաղաքացու համար, ազնվորության համար ինձ թվում է շատ կարևոր է։ Եվ ուզում եմ մեր ամբողջ բնակչության անունից սրտան շնորհավորելու մեր Աշուղ Ալիկ Ջավախքի 75-ամյակը, նրան ցանկանալ երկար տարիների առողջություն, բարեկեցություն, նորանոր ստեղծագործություններ շատ կրի եւ ուրախացնի երգերով, բարարվեստով մեր ժողովրդին։ Բացի 75-ամյակից այսօր կազմակերպված է նաեւ Ախալքալակի եւ Նինոցմինդայի, ինչքան ես տեղյակ եմ, երգի բարի փառատոն տարբեր գյուղերից երգի բարի խմբերը մասնակցել են, սա իհարկե ուրախություն է, ողջունելու է։ Սա նաեւ նորույթ է, որ մենք առհասարակ հայերս եւ վրացիներս միշտ մարդը մահանալուց հետո դա մշակույթի գործիչ կլինի, արվեստի, գրականության, սպորտի, եւ սա նորույթ է, որ իր կենթանի ժամանակ նոր կուլտուրա է, մշակութային նոր կուլտուրա է, կենթանի ժամանակ նման միջոցառումներ կազմակերպել եւ ինձ թվում է, որ սա օրինակ կդառնա նաեւ մնացած բնակավարների համար։ Իսկ ինչ վերաբերում է Աշուղ Ալիկ Ջավախքին, նա մեծ լումա ունի մշակույթի զարգացման գործում, հատկապես Ախալքալակում, ոչ մենակ ինքը նաեւ իր ընտանիքը, իր տիկինը, բարարվեստը եւ երգարվեստը հանել է մի նոր բարձունքի այս տարիների ընթացքում։ Բացի դրանից դուք նաեւ տեղյակ եք, որ Աշուղ Ալիկը նաեւ թատերական խումբ էր ստեղծել Ախալքալակում իր ներկայացումներով։ Ես նախկինում եկել եմ նաեւ Թբիլիսիում Պետրոս Ադամյանի անվան թատրոնի շենքում ներկայացրել է այդ իր ներկայացումը եւ արժանացել է բարձր գնահատականի։ Նա իր գործունեության համար արժանացել է բազմաթիվ ուշադրության, ինչպես Վրաստանի Հանրապետության կուլտուրայի եւ գրթության նախարարության կողմից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության։ Եվ այսօր էլ մի նոր բան ավելացավ մեր ժողովրդի կյանքում։ Կամեցողությունս է համայն աշխարհին լինի խաղաղություն, Աստված պահապանել բոլորին
եւ մեր այս երեխաները, մեր ապագան, մեր սերունդը այս բնակավարում ունենա հաջողություններ եւ շարունակական լինի, որովհետեւ սա ներշնչում է նաեւ մեր երիտասարդների համար, ունենք նաեւ երիտասարդներ, որոնք մշակույթը, արվեստը զարգացնում են, որովհետեւ մշակույթը մնայուն արժեք է։ Գիտեք ինչ, ես Ալիք Ջավախքի հետ մանկության ընկեր եմ։ Ալիք Ջավախքը սկսել է մեր բեմից։ Սկանչելի ձայնով իրա, սկանչելի մարդ, սկանչելի լավ ընկեր։ Մեր ուրախությունը գիտեք ինչումն է, որ մեր Ջավախքը ունի այդպիսի ձայներ, այդպիսի հասկացողություններ, այդպիսի աշողներ։ Ամենակարևորն է, որ ինքը ստեղծեց իրա ուրեմն Սայատնովայի անվան դրեց, խումբ ստեղծեց կուլտուրայի տանը, աշուղական խումբ ստեղծեց, երիտասարդներին գրավելով իր կողքին, սովորացնելով մավր, հնան, բոլոր մեկը իրան աշակերտներն են եղել։ Դա մեզ համար մեծ հպարտություն է, որովհետեւ մենք ունենք Ալիք Աշուղ Ջավախք։ Օրը լի էր երախտագիտությամբ, հուզումով ու մշակութային համերգային կատարումներով, արժևորելով մեծարժեք Աշուղի անցած ուղի և ստեղծագործական ժառանգությունը։ Շնորհավորանքների խոսքերով շեշտված էին գոհունակությունը, երախտագիտությունը և սերը, որ Աշուղը սփռել է իր ստեղծագործությամբ և ապրած ուղով։ Այդ օրը բազմիցս հնչեց մի հուզիչ մաղթանք. ապրիր երկար և կրթիր բազում սերունդներ։ Մեր սիրելի Աշուղ Ալիք Ջավախք։